Ռուսաստանը այստեղ գործիքակազմ ունի, ուղղակի վերջին տարիների մի կարևոր փոփոխություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերություններում, կախվածությունը որոշակիորեն մասամբ դարձել է փոխկախվածություն, այսինքն Հայաստանը նույնպես Ռուսաստանի համար շատ կարևոր դերակատար է դարձել օրինակ սանկցիաներից խուսափելու համար, որոշակի նյութեր ապրանքներ իր երկիր տեղափոխելու համար եւ այլն, եւ այստեղ ռուսական կողմը որոշակի նույնպես ինչպես հայկական կողմը զգուշություն է ցուցաբերում, բայց երբեք չեն կարող ասել Ռուսաստանի պես ոչ ռացիոնալ դերակատար ինչ գործիքներ կարող է օգտագործել, ու իհարկե այն մոտեցումը, որ պետք է հնարավորինս ոչ թե այդպես կոշտ հրապարակային դիրքորոշումներով առաջ գնալ գործընթացում, այլ հնարավորինս փորձել պարարտ հող ստեղծել, որ հետագա քայլերում որոշակի մենք լեգիտիմություն ձեռք բերենք։ Եթե հիշում եք, օրինակ նույն հապկի հետ կապված զինտեխնիկա ձեռք բերելու առումով հայկական կողմը այնպես չի, որ նշել օրինակ Ռուսաստանը թշնամի է, հետեւաբար մենք նրանց հետ չենք համագործակցում կամ զինտեխնիկա ձեռք չենք բերում, այլ հայկական կողմը հողի վրա որոշակի իրադարձություն է տեղի ունեցել եւ այդ իրադարձությունները, օրինակ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումը հայկական կողմի համար լեգիտիմ հող է նախապատրաստել, որպեսզի հստակ քայլեր գնան։ Հիմա քանի դեռ այս վնասակար ազդեցությունները տեղի չեն ունեցել, ինչպես օրինակ նախկինում են եղել, հայկական կողմը պետք է ավելի պրոակտիվ լինի, այսինքն ռուսական կողմին արդեն նույնիսկ հրապարակային հայտարարություն մակարդակում ցույց տա, որ այստեղ հայկական շահեր են, ու չնայած նրան, որ մենք չենք ուզում Ռուսաստանի հետ թշնամանալ, այնուամենայնիվ չեն կարող Հայաստանի շահերը հատկապես ապաշրջափակման կոնտեքստում մի կողմ դնել։